Արդեն տևական ժամանակ է, ինչ Եվրատի ֆորմատում երիտասարդական կազմակերպությունները գործունեություն են ծավալում եւ այս ժամանակահատվածի համար ուզում եմ փաստել, որ մենք միասնական բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել եւ որոշակիորեն պատկերացնում ենք առաջիկայում ինչ ձևի գործողություններ եւ գործընթացներ ենք փորձելու միասին կազմակերպել, իրականացնել։ Սա իսկապես մեր միասնական երկար ժամանակվա աշխատանքի արդյունք է։ Կարծում եմ ոչ մեկ այստեղ կասկած չունի, որ Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս բերման հիմնական բեռը դրված է հենց երիտասարդների ուսերին եւ այդ առումով մենք չափազանց մեծ պատասխանատվության զգացումով պետք է մոտենանք այսօր երկրում ստեղծված իրավիճակին։ Ստեղծված է մի իրավիճակ, երբ կա իշխանություն, որի հակապետական գործունեությունը այսօր մեզ դրել է լուրջ մարտահրավերների առաջ, իշխանություն սակայն, որը լուրջ խնդիրներ ներսում, թուլացած, մեկուսացած թե արտաքին աշխարհում, թե ներսում, եւ ունենք ընդդիմություն, ուժեղ ընդդիմություն, միասնական ընդդիմություն, իդեմս համազգային շարժման, որը իր թափը ցույց տվեց հոկտեմբերի 10 եւ 24-ի հանրահավաքներով։ Ողջունում եմ կազմակերպված այս հանդիպումը, սա կարևոր քայլ է, քանի որ միասնությունը պետք է լինի ոչ միայն կուսակցությունների պարլամենտական մակարդակով, այլ նաև երիտասարդական միություններով, քանի որ ցանկացած գործընթացում, ցանկացած process-ում գլխավոր շարժիչ ուժը երիտասարդներն են եւ գլխավոր գործող դեմքերը նույնպես երիտասարդներն են։ Այդ առումով երիտասարդ թևերի միջև համագործակցությունը նույնպես իր դրական ազդեցություններ ունենալու շարժման գործում, որի գլխավոր նպատակը իշխանափոխության հասնելն է եւ հուսով եմ, որ երիտասարդներովս կունենանք մեր մեծ ավանդը այդ գործում։ Տեղի ունեցավ հանդիպում, որը ընդգրկում էր ոչ միայն եռյակի ուժերի երիտասարդական թևերին, այլ նաեւ նոր եռյակին միացած կուսակցությունների քաղաքական ուժերի երիտասարդական կառույցները։ Սա առաջինն է, որ մենք արձանագրեցինք։ Երկրորդը այսօրվա իրադարձությունը կարևոր էր այն համատեքստում, ինչ հիմա իրականացնում է եռյակը ձևավորում է համաժողովրդական շտաբեր, 3 մասիսում տեղի ունեցավ համաժողովրդական շտաբի միասնական ընդդիմության առաջին շտաբի ձևավորումը, բացման արարողությունը եւ նաեւ այս գործընթացին զուգահեռ կարևոր է նաեւ երիտասարդական ավելի մոբիլ կառույցի ձևավորումը եւ այս ձևաչափը նաեւ դրան էր ուղղված եւ երրորդ մենք արձանագրեցինք այն թիրախային խմբերը երիտասարդություն, ուսանողություն, որոնց հետ մենք պետք է ակտիվացնենք մեր աշխատանքները, որպեսզի նրանք օր առաջ միանան համաժողովրդական շարժմանը։ Այս հանդիպումը կարևոր էր նրանով, որ ըստ էության քարյակին իրենց աջակցությունը հայտնեցին նաև մյուս քաղաքական ուժերի երիտասարդական կառույցները, պատրաստակամություն հայտնեցին աջակցելու եւ մասնակցելու քարյակի կազմակերպված արդեն համաժողովրդական շարժման կազմակերպված բոլոր միջոցառումներին։ Սա ըստ էության շատ կարևոր հանգամանք է, ընդհանրապես երիտասարդության նման ակտիվությունը շատ կարևոր հանգամանք է այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Բազմաթիվ կարևոր մտքեր հնչեցին, բազմաթիվ կարևոր առաջարկներ եղան, նախնական պայմանավորվածություններ եղան աշխատանքային խմբերով արդեն այդ առաջարկները քննարկելու։ Բոլորն էլ հասկանում են երկրում ստեղծված իրավիճակը, դժվարությունները եւ բոլորն էլ հասկանում են, որ Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն կատարել, որովհետեւ խնդիրների միակ լուծումը հենց իշխանափոխության մեջ է։ Դա առաջին քայլն է, որ պետք է արվի։ Այդ մոտեցումը, այդ մտայնությունը կար բոլորի մոտ։ Սա փաստացի համազգային այս շարժման երիտասարդական կազմակերպված որպես միավոր առաջի հավաքներ, տևական ժամանակը մենք ընդհանուր գաղափարների շուրջ մեր մտահոգությունները հայտնել էինք հասարակությանը, տեղեկացրել էինք մեր նպատակների մասին, բայց միասնական գործունեություն ծավալելու նպատակով սա մեր առաջի հավաքն էր եւ բոլոր ղեկավար մարմնի ներկայացուցիչները, թե ԲՀԿ երիտասարդների միության, թե ՀԱԿ երիտասարդական կոնգրեսի, թե Ժառանգություն Հայ երիտասարդական
ուսանողական կազմակերպության ներկայացուցիչների բոլորը փաստեցին միասնականության գաղափարի, վճռականության գաղափարի եւ միասնական այս գործունեությունը շատ լավ տրամաբանելով, որ դրականը անդրադառնալու թե շարժման նպատակով, թե առհասարակ մեր երկրի այս կարևորագույն հարցերի շուրջ ուսանողությանը ներգրավելով, երիտասարդներին ներգրավելով եւ նոր թափ հաղորդելով համազգային շարժմանը։ Այս հանդիպումները շատ կարևոր են ոչ միայն նրա համար, որ մենք որոշումներ ենք կայացնում, մինչև հանդիպումը շատ կարևոր հարցերի շուրջ արդեն կայացնում ենք որոշումներ, նաև այս տիպի հանդիպումները շատ կարևոր են նրա համար, որ նոր գաղափարներ են ծնվում, նոր մտքեր են առաջանում մասնակիցների մոտ, ինչը ել ավելի արդյունավետ ու ել ավելի, այսպես ասած, նպատակային ուղղություններով աշխատելու լայն հնարավորություններ է բացում։